Իսկ դու գիտես, որ կարաս ինքնուրույն ստուգես, թե ինչն է փչացած քո iPhone-ում առանց որևէ ավելորդ հավելված քաշելու։ iOS 18-ը մեզ արդեն թույլ է տալիս մտնել Apple-ի դիագնոստիկա ռեժիմ, որը նշում է մինչ այս մենակ հասանելեր օֆիցիալ սպասարկման կետերին։ Կարճ ասած, եթե ուզում եք օգտագործած iPhone առնեք, կարաք այս մեթոդից օգտվեք ու համոզվեք, որ ամեն ինչ նորմալ է սարքի հետ։ Ռեժիմը ակտիվացնելու համար սկզբից անջատում ենք iPhone-ը, սեղմած պահում ենք ձայնը բարձրացնելու եւ իջացնելու կոճակները իրար հետ ու միացում սարքը հոսանքին։ Հենց էկրանին տեսնում ենք խնձորը, կարանք բաց թողնենք կոճակները։ Մի քանի վայրկյան սպասելուց հետո էկրանին հայտնում է դիագնոստիկայի ռեժիմը, եթե ցանկանում եք կարող փոխեք լեզուն ներքևի ձախանկյունին։ Սեղմում ենք continue, ընտրում ենք մեր Wi-Fi-ը, համաձայնում դիագնոստիկայի պայմանների հետ, ուստեղ սեղմում run diagnostics։ Այս գործիքը թույլ է տալիս ստուգել ընդհանուր սարքի վիճակը, բարձրախոսի վիճակը, էկրանի վիճակը, multi-touch-ի վիճակը, Face ID-ի վիճակը ու բոլոր տեսախցիկները։ Ստուգումը շատ արագ է անցնում ու ամեն բան բացատրում է պարզ ու մատչելի լեզվով։ Դիագնոստիկան ավարտելուց հետո սեղմում ենք վերևի աջ անկյունի 3 կետերի վրա ու դուրս գալիս ռեժիմից։ Հետևեք ալիքին, որ բաց չթողնեք հետաքրքիր նորություններն ու լայֆհաքերը։